2500 մետր բարձրության դերևս չհալվող դյան շերտերն ու ցուրտը խոչընդոտ չեն։ Հատիսի գագաթին կառուցվող Հիսուս Քրիստոսի արձան համալիրի շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այս անգամ շինարարներին միացել է մեր երկրի թոշակառուների մի մեծ խումբ։ Վաղուց էին ուզում մասնակիցը դառնալ պատմական գործի։ Ես ունեմ առաջարկ թոշակառուներից, որպեսզի բոլորս միասին կարողանանք կազմակերպել եւ բարձրանանք հատիս։ Մայիսի մինչեւ 9-ը ես քեզ խոսք եմ տալիս։ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանն էին հայտնել կամավոր դառնալու ցանկության մասին։ Այսօր այն իրականություն է։ Ինչպես պարոն Ծառուկյանն է ասում, սա միասնության, ազգային համերաշխության վերածննդի խորհրդանիշ է դարձել։ Արդեն իսկ վերածննդի խորհրդանիշ է եւ այս ձեր այցը այստեղ այսօր արդեն դրա մասին է խոսում, մեր միասնականության, ազգային համերաշխության մասին։ Հսկա համալիրի տարածքում կառուցվում է նաև լույսի գանձատուն ցուցասրահը։ Կամավորներին ներկայացնում են Քրիստոսի ծննդից մինչև քրիստոնեության ընդունումը պատկերող 3D մոդելները։ Բացի Հիսուսի աշխարհում ամենաբարձր արձանից, տարեցներին հետաքրքրում է նաև լեռան վրա կառուցվող տապանի կրկնօրինակը, որպես վերածննդի, միասնության ու փրկության խորհրդանիշ։ Ճշում ունեի, ոտքս ցավում էր, ամեն ինչ լրիվ լավացա։ Լավացա։ Ցավը տանեմ իրա այս գործի համար։ Դե համի սպասում էի, որ նպատակ ունեի, որ պետք է անպայման ես երազում էի, որ անպայման պատրաստ լինի եւ ես կենտանի լինեմ այդ ժամանակ, ես պետք է ելնեմ։ Եվ առաջի հենց զանգին, որ այդ հնարավորությունը կար, առաջինը ես մոտեցել եմ։ Տպավորությունը չգիտեմ, երջանկությունից ուզում եմ արտասվեմ, որ այս տարիքում նման բախտի եմ ես արժանացել, սա հրաշք է, որ մեզ բախտ է ընձեռնվել, որ մենք կարող ենք հիմնակարի մի փոքր կտոր, մի բանով օգտակար լինել։ Ով կցանկանա, ես կազմակերպեմ, ձեզ կբարձրացնեմ վերև, որ մի քար էլ դուք դնեք, որ ձեր թորները բոլոր բարեկամներ իմանան, որ մասնակցել է կա շինարարությանը։ Մեր եղբայրը ցանկացավ ինքը գա բարձրանա վերև, որ մի քար էլ դու դնես, մի հատ էլ հավաստագիր կտանք։ Հատիսի գագաթը հաղթահարել է նաև Սայլակով այս պապիկը, ասում է, երազանքի պես մի բան էր, բարձրացել է աղոթքը շուրթերին։ Ես խնդրել եմ իրան Ծառուկյան անձամբ, չմերժես այդ մարդը, ուստեղ է մարդը ես, Սարի գագաթ, շատ լավ հոյակապ է։ Հիմա շաղախը լցնելու պահն է։ Ոգևորված են, որ անմիջապես թոռներին պատմելու են, թե ինչպես դարձան պատմական գործի մի մասնիկը։ Ամենաշատը են, որ արդեն 2500 մետր բարձրության վրա է, արդեն մեծ բան է ու աշխարհում ամենաբարձր Քրիստոսի արձանը դա արդեն մեծ տպավորություն է թվում։ Այցի ավարտին բոլոր կամավորները ստանում են մասնակցությունը խորհրդանշող հավաստագրեր եւ ըստ ավանդույթի վերջում հավաքվում են մեկ սեղանի շուրջ, աղ ու հաց կիսելու։ Ալինա Սահակյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։